Գեղեցիկ է ամեն ինչ, արի սկսենք, բայց մի րոպե, նախ ուղին հագուստս, ահա այսպես օձիք դեր ուղին ու սկսենք։ Լավի ողջույն ամենին, այսօր այս հրաշալի դահլիճում հավաքվել են աշխարհի ամենաբարի ու լավ մարդիկ, հետաքրքիր է, չէ՞, ինչպես կարող ենք հավաքել ամենալավերին մեկտեղում, բայց մենք դա արել ենք, իսկ բեմում լինելու են ամենահետաքրքիր ու արկածախնդիր երեխաները և կարծում եմ փորձելու են գտնել իրականությունից, մտորներով յուրաքանչյուրիս հոգևոր այլ աշխարհ, դրական գաղափարներ լսելով բոլորիս հոգում։ Դե եթե պատրաստ եք, արգատեք ձեր հեռախոսները, միացրեք սրտի և աչքերի հանգույցը և մեզ հետ ուղևորվեք այնտեղ, ուր մեզ սպասում եք։ Ամենամեծ երազանքն, ամենամեծ երազանքն, ամենամեծ երկնքում հարստի դեսպայեց, ունի օգում կատարեց։ Թոսանտի մեջ երազանքն ապահով, տեսնենք Ես կարծացել եմ քո մասին, դու այնտեղան ես, ով իր մոնորակն ունի, և ամեն օր։ Ինչ ես խոսում, այնտեղան ես հովարաշեստից առաջ օդաչուն ասած, երբ գիշերները նայես եկեքին, քեզ կխասե բոլոր աստղերը ծիծաղում են, որովհետև նրանցից մեկում ապրում եմ ես, նրանցից մեկում ծիծաղում եմ ես, դուք ունենաք ծիծաղող աստղեր։ Դուք ճիշտ եք, բայց ես այնքան տխուր ու միայնակ եմ, ես հեռացել եմ
մոլորակներ։ Միգուցե կարողանամ գտնել այն մոլորակը, որտեղ կարողանամ երջանիկ լինել։ Իսկապես, որքան է ժամանակ մենակ գնալու ցանկությունն է լինում, եւ նույն է մարդը միշտ էլ ունի մեկ այլ մարդու կարիքը։ Գիտես, այստեղ շատ մոլորակներ կան, տարբերվող, հետաքրքիր, զարմանալի, նույնիսկ մի քիչ վախեցնող։ Գուցե դու կարողանաս գտնել քեզ հարազատ մոլորակը։ Իսկապես, ես կարող եմ շրջել մոլորակներով ուղղել, Իհարկե, գնաց, մանա, փնծիր, խոսիր այլ մոլորակների բնակիչների հետ, հարցեր տուր, իսկ այդ ընթացքում մենք հաճախ քեզ կհանդիպենք։ ողջույն ընկերներ, այս որտեղ եմ ես, ովքեր եք դուք։ Դու բարության մոլորակում ես, մենք տարածում ենք բարին ու լավը, սովորեցնում սիրել ծնողներին, ընկերներին, կենդանիներին և բնությունը, հարգել մեծերին, մաքուր պահել երկիրը, չկռվելու վատություն չանել, չէ՞ որ բարին միշտ էլ հաղթում է։ Երեխաներ, եկեք տեսնենք իսկ ինչ է բարությունը։ Բարություն անունը մարդ է։ Ով բարի է սոս խոսքով անպիտան եք գնակի։ Հիմարին բարիք անելը նույն է, ինչ ծովին ջուր ավելացնելը։ Բարին սիրելու համար պետք է ամբողջ սրտով ապել չարը։ Եթե մեկ-երկու բարի բառը կարող է մարդուն դարձնել երջանիկ, պետք է սիրկա լինել նրան այդ բանը մերժելու համար։ Բարությունը եթերասահման չէ, արժանի չէ բարություն կոչվելու։ Աշխարհի մանկան բարություն է պետք, մանուկներին էլ աշխարհի բարությունը։ Փողով օգնել է բարություն չէ, եթե փողը շպրտում է։ Չարի խվում ամենաչի չարը կարող է մեզ բարի թվալ։ Միայն դու գիտես, թե որքան բարի է, տուրիստները կարող են միայն ենթադրել։ Բարությունը առաջին հերթին քո զգացածն է, չես կարող բոլորին օգնել, բայց կարող ես ոչ ոքի վատը չցանկանալ։ Ամենամաքուր բարությունն այն է, երբ անում ես և մոռանում։ Շատերը քո բարությունը կհամարեն միամտություն, դա բարություն չանելու պատճառ չէ։ Բոլոր գեղեցիկ զգացումները աշխարհում գշվում են ավելի պակաս, քան մի բարի գող։ Բարի եղեք, ոչ բարի մարդկանց նկատմամբ, նրանք դրա կարիք համեցնում են։ Այնքան հեշտ է լինել բարի, պետք է քեզ դնել դիմացինի տեղը։ Մոռացեք վիրավորանքները, երբեք մի մոռացեք բարությունը։ Հոգու համար բարությունը նույն է, ինչ որ առողջությունը մարմնի, այն չի երևում, երբ ունես, եւ ամեն դեպքում միշտ բերում է հաջողություն։ Բարությունը միշտ էլ կիշխի գեղեցկության է։ Որքան մարդու մեր բարություն կա, այնքան այն մեզ կյանք կա։ Մեր բարդի կիվտեքի են բավս։ Փորձեք լինել կոնը մի փոքր բարի, եւ դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք բակարանք կատարել։ Աղաղ բարության մասին։ Մի մարդու պապիկ էր ժամիկին, բացահայտել եմ մի պատշմարտություն, բարի եւ չարի մասին։ Մեզանց յուրաքանչյուրին էսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։ Մի գալը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, սուտը։ Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը, սերը, խաղաղությունը, հույսը, ճշմարտությունը, հատեմությունը։ Իսկ ի վերջո որ գայլն է հարցում, պապիկը շփոթում է ու պատասխանում. միշտ հարցում այն գայլը, որին դու կերակրում ես։ Բարության արմատները միշտ էլ ավելի խորն է լինում։ Դրանք շատերը փորձեցին կտրել, բայց միևնույն է, առանց բարու չի կարող աշխարհը գոյատևել, քանի դեռ այն կա, կապրի մեր մոլորակը։ Իսկ դու փոքրիկ իշխան բնության մեջ երբևիցե հանդիպել ես թռչունների, կենդանիների։ Այո, իհարկե, նրանք բոլորն էլ լավն են և մեր բնաշխարհի համար շատ կարևոր։ Նրանք մեր էգնության ու սիրակալիքն ունեն, չէ՞ որ մարդը բացակումն արժեք համարում ու իրավունքները պետք է խրախուսել լինեն։ Պետք չէ վնասել նրանց։ Մատկան չարչունից է նրանք էլ չարանում։ Պետք է հող տանել, քնքուշ լինել ու հավատալ։ Այս բոլոր կենդանիները ազատապատիվ կգվերդասնեն քեզ։ Իհարկե, ոգնբայություն կա, այնքան էլ կյանք կա, բայց ոչ է դուք միշտ
խոսել, ամենօրվային ապետեք, ով զուտկան ժպիտները, փոքր կոճի պես ոսկյան։ Կարելի է գուշակել մարդ։ Ժպիտը կարելի է կողքնության հասնել, երբ ուտորացել է կախարդական բաներ։ Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են, միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են։ Այնակը թարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ։ Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, որ դրանով հարստանա։ Եվ այնուամենայնիվ այն չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի պարքով վերցնել, ոչ գողանալ, քանի որ հենց այնպես այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն նվիրել։
բարի ու գեղեցիկ բաներ կան աշխարհում։ Միթե ձեզ չեն ուրախացնում երեխաների երգն ու պարետներն ու փաթեթներն ացուկները, չեն միացնում գարնան զինվուն ծաղիկները, մայրիկների բարի ժպիտը։ Վայ, ձեզ հիշեցի, դուք բարության մոլորակից եք, չէ՞։ Իսկ դու պատկերացնում ես բարությունն ու հոգատարությունը առանց մեկը մյուսին։ Հոգ տանելն արդեն բարի գործ է։ Մենք այստեղ հոգ ենք տանում, ամեն ինչ։ Ահա, նայ, Անահիտը ծաղիկներն է գրում, Արմենը կերակրում է թշումներին, Անդրանիկը տանիքի ձեռքն է բռնել, որ փողոցն անցնի, Ռադիկի մայրիկն այստեղ ջերմում է, մնացել է դեռ հարցնի նրան։ Բնությունը ինքն է այդպիսին, այդ պատճառով մեզ է լեզնել դա։ Տես, օրինակ, ժամանակ առ ժամանակ անձրևում է, որ ծառը չչորանա, ծառերին էլ պտուղներ են ածում, որ օրինակ թռչունները քաղցած չմնա։ Բայց երբեմն դրանք ուշանում են ու մենք պարտավոր ենք հոգ տանել թե ծառ ու ծաղկի, թե թռչունների մասին, որովհետև նրանք են մեր կյանքի մի մաս։
Գիտեք, երևի ինձ էլ իմ մոլորակում հենց դա էր պակասում։ Ես չունեի ոչ մեկին, ում մասին հոգ կտանեմ, խոսեմ հետը, ու ոչ մեկ չկար, որ ինձնով հետաքրքրվեր։ Իսկ դու գիտես, փոքրիկ իշխան, որ հոգատարությունը ժամանակի ընթացքում վերածվում է վստահության, իսկ դա այնքան գեղեցիկ է և զում ես կարող ես վստահել մեզ փոքրիկ իշխան և մենք հաստատան ընկերներ կլինենք։ Ես չեմ էլ կասկածում, բայց դեր մոլորակներ կան, որ ուզում եմ շրջել, դե ես գնացի, ուսով եմ մենք հանդիպելու ենք։ Անպայման ենք հանդիպելու, բարով գնաս։ Երեխաներ, ինձ հոգատարություն ասելիս առաջին ում ենք հիշում։ Այնով է, երբ տխուր է, երբ դու տխուր ես, ուրախ է, երբ դու ուրախ ես, նա վիշավատում է քո ուժերին, օգնում քեզ, երբ դու օգնության կարիք ունես։ Ով է, ում ես, որ ոչ մի դժվարություն անհասարելի չէ։ Դե իհարկե, մեր սիրելի մայրիկները։ Ազնվությունն ամենակարևոր ցուցանիշն է, որը ստեղծում է հարգանք մարդը մարդու նկատմամբ։ Ազնիվ մարդը չի կարող ունենալ
թավաճ անդամ, բայց անշնորհք լինել։ Ազնվությունը պարտադիր է մարդուն ճիշտ ապրելու, աշխատելու, հնարավորին մաքրուշից ու հոգի ունենալու համար, արդար վարվելու ամեն ինչի և բոլորի նկատմամբ, լավ և վատ իրավիճակներում։ Իսկ եթե ես ազնիվ լինեմ ու իմ ինչ-որ խոսքի պատճառով նեղացնեմ մեկին, դա ոնց կլինի։ Գիտես, փոքրիկ, ազնիվը միշտ էլ բարի է, գուցե սկզբում նեղացվես այդ խոսքով, բայց երբ հետո մարդը հասկանա ազնվությունը, ավելի շատ կգնահատի քեզ։ Դու ազնիվ եղիր, ու կողքիդ կհավաքվեն ազնվություն, տարավելություն համարող մարդիկ։ Ազնիվ է այն մարդը, ով իրեն չի կեղտոտել սեփականությամբ, վախկոտությամբ ու ստով։ Ազնիվ է նա, ով արդար է ու խիզախնա ու մարդանք ընկերությունը, ով հարգում սիրում է իր մտերիմներին ու մնացած ծանոթներին, նույնիսկ անծանոթ մարդկանց։ Այն մարդը, ով ձգվում է իրեն միշտ հարգալից և ազնիվ պահել, ժամանակի ընթացքում ջերք է բերում կամքի ուժ ու ամուր բնավորություն։ Սիրելի փոքրիկ, Եթե դու ևս ուզում ես կամ փոխել կամքդ ու բնավորությունը, ահա քեզ մի քանի խորհուրդ մեզանից։ Հետևիր կարգ ու կանոնին ու կողքիդ եղիր։ Ժամանակդ մի վատի կամակորության ու հիմար գործերի վրա։ առավոտյան անպայման մարմնամարզություն արա, որպեսզի ուժեղ ու ճկուն լինես։ Միգուցե, երբևիցե, քեզ բախտ վիճակվի խուլիգաներից պաշտպանել աղջկա կամ թույլ փոքրիկի։ Բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց ոնց չեն ուրբանեկար պահի։ Տրանսպորտի մեջ մեծ ինչի տեղը քեզից մեծեր, կամ նրանց ովքերի կամ օգնես տեսք։ Երբեք մի խաբի կենեք դու մեծերին, չի կարելի ինքն իրեն միշտ կովել, չի կարելի անընդհատ նվնվալ, չի կարելի դժգոհել փնթփնթալ, չի կարելի գորգորալ, հրմշտել, չի կարելի սուտ խոսել, օրինել, չի կարելի ծուլանալ, ալարել, չի կարելի իրերը թափուփել, չի կարելի ընդեղի համաղել, չի կարելի ընդերմեմիստ լինել, չի կարելի մայրիկին բակասնել, չի կարելի տատիկին չլսել, չի կարելի հայրիկի հետ վիճել, չի կարելի։ Ինչ լավ խորհուրդներ տվեցիք, ինչ լավն եք բոլոր, ինչ լավ է, որ ձեզ հանդիպեցիք իմ ճանապարհին, ես պիտի գնամ, բայց մենք անպայման կհանդիպենք։ Էй, փոքրիկ իշխանվածի։ Ես ինչքան վազեցինք դա, չենք հասցնում ետևից ընկալ, հիմա ուր ես գնում, ինչ ես որոշել, գաս մեզ հետ ճաշելուց, այդքան ճանապարհ ես անցել, հիմա քաղցած կլինես։ Մարմնի քաղցն ինչ է, երբ հոգիդ է սնվում, ես պիտի էլի բացահայտումներ անեմ։ Դե լավ, ինչպես կկամենաս, ուրեմն կհանդիպենք, երբ որ հանդիպենք։ Տեսնես իմաստության մոլորակը, բայց միշտ հիշի, ոչ մի գիր բաղկացած չէ այն մեկ գլխից, ոչ մի գլուխ ողջ ճշմարտություն չի պատմի։ Պետք է թեթել բոլոր էջերը, իմանալու համար ամբողջ գաղափարը։ Դու դեռ պետք է անցնես այլ մոլորակներով, որ իմանաս ընտրությունդ քանի մոլորակի միջև ես կատարում։ Այ մակարծես, միտքս խաղաղվում է, պապիկ, ու ես աստիճանաբար հասկանում եմ, թե ինչ եմ ուզում։ Դե որ այդպես է, գնա շարունակիր ճանապարհը, տղաս, լավ կաց, ամուր եղիր։ Գնաս բարով, պապիկ։ Գնաս բարով, տղաս։
ուրախությունը։ Քաջությունը վախին դիմադրելու և վախը վերահսկելու կարողությունը, այլ ոչ թե վախի բացակայությունը, և մենք ունենք մի եղբայր մոլորակ, դա հայրենասիրությունն է, մենք միշտ միասին ենք հայրենիք։ Հայրենիքը վերապացրելը բոլորիս պատգամն է։ Հայրենիքը մեկն է ու անփոխարինելի, ինչպես ծնողը։ Ու նրան չեն ընտրում, նա ինքն է ընտրում իր զավակներին։ Եվ մենք պատվի ենք արժանացել ունենալ հենց այս հայրենիքը։ Հայրենիք, որի ամեն մի կտորը սուրբ է ու հարազատ, հայը դարերով սիրով է պահել, 7 քան սրբություն, գիրքը, մասիսը, շինարար ոգի, հավատը, լեզուն, սուրբ անուններ են եղել դարերով, հայ ընտանիքը և ամենից վեր, ամենից լուսե մայր հայրենիքը, թող ավերջ ապրի մեր ժողովուրդը, 1000 տարիներ ու 1000 դարեր, ապրի ինչքան շատ ապրել է տևել, 1000 տարիներ ու 1000 դարեր, ինչքան եղել է քաջ ու անձնվել, 1000 տարիներ ու 1000 դարեր, ինչքան տեղ ունի և տեղ չի թևել, 1000 տարիներ ու 1000 դարեր, թող այնքան ապրի մեր ժողովուրդը, քանի ապրում է մեր հողագույնը։ Մենք ենք բոլորս, ովքեր փոխելու են աշխարհի բունը, սերմանելով այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր։ Թող մեր հեքիաթային աշխարհի
Հայջան բոլորս կապրենք ուրախ ու երջանիկ, խաղաղ ու ապահով։ Ինչ երջանիկ եմ ես, շնորհակալություն, որ օգնեցիք աշխարհը տեսնել ուրիշ աչքերով։ Ինչքան երջանիկ եմ, ես վստահաբար որոշել եմ կմնամ ու կապրեմ այստեղ, ձեզ հետ միասին ու ձեզ հետ միասին կպայքարեմ աշխարհը բարությամբ լցնելու համար։ Սիրելի բարեկամներ, մենք շատ ենք ուզում, որ բարությունը, հոգատարությունը, իմաստությունն ու ազնվությունը, համարձակությունը, մարդասիրությունը, հայրենասիրությունը բույն դնեն մեր բոլորի սրտերում։ Գուցե մարդկանց միավորելու մեջ է ցանկացած արհեստի մեծություն, մեզ տրված միակ ճշմարիտ շքեղությունը մարդկային հարաբերությունների մեջ է։ Թող որ այս շքեղությունը պարուրի բոլորին, հոգևոր շքեղությամբ զմայվեք ու հումայեք աշխարհի լույսով։ Որովհետև սերը բարեկամությունը փողով չես գնի։ Փողով չես գնի, թռչած ազատ գիշերը անդոր։ Փողով չես գնի աշխարհի նորածին դեմքը, որ հաջորդում է ճշմարիտ թռիչքի, փողով չես գնի ծառերը, ծաղիկները, ժպիտները, որ այդավացին մեջ վերադարձված կյանքը ներկել են թանկույտերով, փողով չես գնի անշան երևույթների այդ համերգը, որ պարգևում են մեզ, փողով չես գնի խաղաղությունը, բայց խաղաղության համար մենք բոլորս կմարտնչենք։ Խաղացան խորթանի շաղավին է, բայց անբերվում ակտիվները, ու մենք էլ ակտիվ կդառնանք, ու հայվիցան կբերենք այդ բացալի խաղությունը աշխարհը։ Ես գիտեի, ես զգում էի, որ աշխարհում կան հեքիաթներ, որոնց պետք է անպայման հասնել ու զգամ այս հրաշքի բերկրանքը։ Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը, ու ձեր հոգում մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին, ու այսպես ապրեք։ Իդեմ հաղվարի ուժեր
ասել, որ դուք իմ քարաջեջի հրաշքներն եք, ապրեք շատ, ամենից շատ լավ է, գոհ եք դուք ձեր ելույթից։ Այո։ Բա մենք ինչքան գոհ ենք։ Աշխարհի մանկան մեր մանուկների բարությունն է պետք, բայց մեր մանուկներին է աշխարհի բարությունն է պետք։ Ուզում եմ, որ դուք երջանիկ լինեք, բարի լինեք անպայման։ Ուզում եմ, որ միշտ ժպտաք, ինչպես ժպիտներ պարգևեք մեզ բոլորիս, եւ ուսուցիչներին եւ ծնողներին, ինչպես դա արեցիք այսօր։ Ուզում եմ նաեւ նայելով այս տարին, ուզում եմ, որ ինչպես դուք աճեցրեցիք մեր հանդեսի ընթացքում, հարստացրեցիք այս ծառը պտուղներով, այնպես էլ այս պտուղների բառերի նման ձեր կյանքը ողողված լինի այս առատ բառերով, բարություն, իմաստություն, հայրենասիրություն, հոգատարություն, խաղաղություն, մենք բոլորը դրանք նշեցինք։ Ես ուզում եմ, որ ձեր ամբողջ կյանքը անցնի այդ բառերի լիարժեք իմաստը դուք հասկանաք եւ ձեր կյանքում դիրի միշտ խաղաղությունը, բարությունը, անպայման այսօր շեշտը դնում ենք բարության վրա եւ փորձեք բարի լինել, որովհետեւ բարությունը կփրկի աշխարհը։ Ես ձեզ շատ սիրում եմ, անչափ շատ։ Նորից ծափահարություն։ Շնորհակալ լինեք բոլորին։ Մեր տնօրինությանը հանձինս ընկեր Գերանոսյանի, մեր փորձերը կազմակերպել եք մի քիչ չստացվեց սկզբում, հետո մի խոսքով բաց թողումներ եղան եւ այլն կազմակերպեցինք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկեր Հասմիկին, այս գեղեցիկ երգերին։ Շնորհակալություն ընկեր Կարինեին, գեղեցիկ մենք ոչինչ չենք կարող միայնակ անել, այնպես որ համատեղ ուժերով ունեցանք այն ինչ ունեցանք։ Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար։ Անգնահատելի աշխատանքի նվիրվածության է սիրո համար, որ տալիս եք մեր երեխաներին։ Շնորհակալ եք շատ։ Շնորհակալություն հայտնել ձեզ գարնանային այս պայծառորը մեզ նվիրելու համար չեմ հիշում վերջին անգամ երբեմն այսպիսի իմպակտություն ապրել, որ մեր դպրոցում սովորում են այսպիսի սաներ, ունենք այսպիսի ուսուցիչ եւ ուզում եմ մեկ բառով ասել, որ ես ձեր միջոցառումը ձեր դասարանը կբնութագրեմ յուրահատուկ բառով։ Դուք յուրահատուկ եք, ձեզնից յուրաքանչյուրը յուրահատուկ է, ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, որտեղ բոլորը անհատականություններ եք հիմիկվանից արդեն։ Ես նստած, ես ինձ զգացի, կարծես մանկացա եւ երեխաները ինձ խրատ են տալիս, որտեղ չարությունը, պատերազմը, ամեն ինչ գալիս է այդ վատ երևույթներ ամեն ինչ գալիս է մեզնից։ Երեխաները մեզ խրատ են տալիս բարի լինելու, երեխաները մեզ խրատ են տալիս ազնիվ լինելու։ Եվ մանկան շուրթերից հնչած այս խոսքերը պետք է լինի դաս մեզ բոլորի համար, որովհետև պատերազմները գնալով դաժանանում են։ Քանի գիտությունը, քանի կյանքը զարգանում, այնքան պատերազմները դաժանանում են։ Եվ չեմ ցանկանում, որ մեր երեխաները տեսնեն այն, ինչ տեսել են մեր ծնողները, ինչ տեսել ենք մենք, եւ իրականում, իսկականից ցանկանում եմ, որ դուք ապրեք խաղաղ երկրի տակ։ Ձեր ամեն մի ժպիտը մի իմաստ ունի, եթե կարդամ, մեկը միայն կարդամ, ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ժպիտի կարիք չունենա։ Մենք բոլորս ունենք ժպիտի կարիք, մենք բոլորս ունենք կարիք ցանքի, բոլորս ունենք բարության, բոլորս ունենք կամենալու կարիք։ Պետք է կամենանք մեկս մյուսին, պետք է ուրախանանք յուրաքանչյուրիս հաջողությամբ։ Մեկ անգամ ևս ձեզ ասում եմ, դուք յուրահատուկ եք։ Հետո մենք շատ կպարտանանք ձեզնով, ինչքան էլ ասում ենք ընկեր
Մարությանը չի ջոկել, լավը չենք թողել իր ուզած երեխաների մեջ շատերը կփաստեն մեկը 10-ից է գալիս։ Այնքան ինչ ուզում եք արեք, այս նվիրումը, այս աշխատանքը հենց այնպես չի ստացվում, շատ քիչ փորձեր են արել իմ աչքի առաջ, ճիշտ ասեց, ուշադրել են միջոցառումը, ուշ լինի, բայց ուշ լինի Այս ընթերքով ուզում եմ ես զույգերից սկսել, նարեկը մաղատեմ, անգեր կուղացում, արկինեով, անիով, բոլորը յուրահատվել են, հա։ Մեկը արժանություններ ունի, իր գույնն ունի, մենք դասարան, բոլորն են լավ։ Այդ չեմ ուզում բոլորի ամենաբեկույն տապ։ Մի հուզվեք, եկել Մարության